Արցախը Հայաստան է, պարոն Փաշինյան, գիտեք։ Ինչ է ասած Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, որովհետև դուք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին գնացիք եւ հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է կազմում եւ դուք դրանով դավաճանեցիք Արցախի ժողովրդին։ Ես ձեր պատճառով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցավ 1 օրյա պատերազմ եւ որի պատճառով Արցախի մեր հայրենակիցները ստիպված եղան լքելու Արցախը, որի պատճառը դուք եք։ 2018 թվականին դուք հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Խաբեցիք ինձ եւ իմ նման հազարավոր մարդկանց, ովքեր եկել էին, դուրս էին եկել Սերժ Սարգսյանին ուղղակի իշխանությունից հեռացնելու համար։ Իսկ դուք խաբել եք ինձ։ Չեմ ավարտել։ Դուք խաբել եք ինձ 2022 թվականի սեպտեմբերի 18-ից 19-ին։ Նկատի ունեմ, ես հնարավորություն ունենալու եմ արտագանքի։ Դուք ունենալու եք հնարավորություն, պարոն Փաշինյան։ Դե ասեք, ես։ Դուք 2022 թվականին հրահրեցիք ձեր պատճառով հենց հիմա Ադրբեջանի զինված ուժերը նստած է Սև լճում եւ նստած է Վարդենիսում։ Դրա պատճառը էլի դուք եք։ Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին, դուք դավաճանել եք 100,000-ներով դուրս եկած մարդկանց, ովքեր հավատացին, որ դուք իրոք իշխանափոխություն եք անելու եւ Արցախը պահելու եք։ Դուք Արցախը վաճառել եք։ Ավարտեցիք։ Ավարտեցիք։ Ուրեմն մեր կառավարությունը Ղարաբաղի համար արել է ամեն հնարավորը։ 2023 թվականին, երբ որ 2022 թվականին եւ 23 թվականին, երբ որ իշխանափոխություն էին անում Ղարաբաղին եւ ասում էին, որ հիմա տեսեք ինչ են կանելու։ Ես նախորդ օրը ազգային ժողովում եմ դրան անդրադարձել։ Բատոնում էին իշխանափոխությունը այդ մարդիկ։ Մենք Ղարաբաղի մեր գործընկերներին ցույց ենք տվել ճանապարհը եւ նույնիսկ որոշակի այս ասեմ բանակցային սեղանի շուրջ նստելու եւ այնպես անելու, որ մարդիկ մի րոպե ներողություն։ Պարոն Փաշինյան, դուք հիմա ապատեղեկատվություն եք տարածում։ Դուք 2021 թվականին գալով իշխանության, ձեր ընտրական, երբ որ 21 թվականին ընտրություն է եղել, դուք ձեր ընտրական ծրագրում մի րոպե ներկայացրել եք, որ դուք Ղարաբաղի անվտանգության երաշխավորն եք։ Դուք ձեր խոսքը չեք կատարել։ Ու հիմա ասում եք պատերազմ եք։ Դուք սխալվում եք։ Մի րոպե, հանգիստ։ Լռեք, ես ինքս ոտքեր ունեմ եւ կամք ունեմ ի տարբերություն ձեզ։ Մի րոպե։ Ես լուր լսեցի ձեզ։ Դուք խոսեք, մնացածը չխոսեք։ 5 րոպե լուր կլսեք, ես ձեզ կպատասխանեմ, դուք կգնաք, ես էլ կգնամ։ Ուրեմն 2022 թվին էլ դրանից հետո էլ մենք բոլոր պայմանները ստեղծել ենք, որպեսզի ձեր ասած խնդիրները լուծվելու հնարավորություն ունենան։ Ոչ մի կառավարություն Ղարաբաղի համար այնքան չի արել, ոչ ֆինանսական, ոչ տնտեսական, ոչ մնացած բոլոր առումներով։ Երբ որ Քոչարյանը եւ իր կողմնակիցները Ղարաբաղում իշխանափոխություն են անում, Քոչարյանը, Սարգսյանը, մյուսները իրանց կողմնակիցները եւ ասում էին եւ մենք հիմա Քոչարյանի եւ Սերժյանի մի րոպե, դուք 5 րոպե սպասելու եք։ Մի րոպե։ Մի րոպե, դուք սպասելու եք թե չէ։ Մի րոպե, տիկին, ներողություն, ձեր ազգանունը ի՞նչ է։ Ձեր ազգանունը։ Իմ ազգանունը ինչի համար։ Որ ուզում եմ դիմեմ ձեզ, տիկին, լավ։ Տիկին Արմինե, ուրեմն լսեք։ Երկրորդը, ես ինչ որ ասել եմ, ես իմ ասածի հետևից գնացել եմ եւ ես արձանագրել եմ, որ Ղարաբաղյան շարժումը ինքը իր էությամբ եւ բնույթով թակարդ է Հայաստանի պետականությունն ու անկախությունը թույլ չտալու համար։ Եւ ես մի րոպե, չէ, լսեք, ինչ որ ես ասում եմ, ոչ մի նորություն չեմ ասում։ Ես ուղղակի ի հարգանս ձեզ, նաեւ չեմ ուզում ձեր ասածը անարձագանք թողեմ, բայց ես հիմա ինչ որ ասում եմ, ես տասնյակ անգամներով ազգային ժողովի ամբիոնից, հարցազրույցներով, իմ ուղիղ եթերներով ասել եմ, թակարդեր, որպեսզի Հայաստանը որպես պետականություն չկայանա։ Ես 2022 թվականին ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որովհետեւ չընդհատեք։ Ես ձեզ լուր լսել եմ, չընդհատ։ Ես Հայաստանի տարածքային ամբողջականությունն եմ ճանաչել,
որովհետև մենք պարտավոր ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եւ Ղարաբաղի շարժումը, այո ասում եմ, թակարդ է եղել մեր բոլորիս համար եւ մենք այդ բոլորի թակարդի բոլորս այդ թակարդի մեջ ենք եղել, ինձնից սկսած մնացածներով շարունակած։ Եվ ես հպարտ եմ, որ այդքան ուժ ունեմ մեր ժողովրդին այդ թակարդից դուրս բերելու։ Եվ երբ որ ասում եք այսօրվա հանդիպումը, մյուս այսօրվա, նախորդ օրերի հանդիպումը ցույց է տալիս, որ ժողովուրդը համաձայն է դրա հետ եւ ժողովուրդը երջանիկ է, որ այդ մի րոպե չեղավ։ Տիկին չեղավ։ Չէ, մի րոպե։ Լսեք։ Դուք չեք, լսեք։ Դուք ներկայացնում եք միայն ձեզ։ Դուք ներկայացնում եք, իսկ ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եվ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը Ղարաբաղի շարժման թակարդից դուրս է եկել։ Շնորհակալություն։ Գնացինք։